այս դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհ ստանալուց հետո նրանք կենտրոնացել են ուժերը վերադարձի իրենց կարծիքով վերադարձի գաղափարի վրա եւ ամենահատկանշական ու ցավալին այս պատմության մեջ մի բան է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում ադրբեջանցիների վերադարձը, իսկ համայնքը գիտեք ուր։ Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա, Մեղրի ամենամոտ համայնքում Օրդուբադում, Նախիջևանում։ Ինչ է սա նշանակում։ Կան հարյուրավոր արդեն փաստեր, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական մոտիվը Սյունիքի ճանապարհի իրենց համար բացելուց հետո նրանք գնում են մյուս ճանապարհին, արդեն մյուս քայլն են առաջնահերթ համարում վերադարձի քայլը։ Եվ այս կոնցեպցիայի մեջ շատ տարօրինակ մի քանի բաներ կա։ Առաջինը ուժային կառույցների իրենց համար առանձին ուժային կառույցներ ունենալու գաղափարն է, այսինքն նրանք երկարաժամկետ ծրագիր ունեն, որ իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները, իսկ մեր կարծիքով այն մարդիկ, ում ուզում են Հայաստան ուղղակի ուղարկեն, եւ ճշմարտությունը դա է, պետք է ունենան անվտանգային ուժեր։ Այո, եւ մեր ամբողջ սահմանադրությունը պետք է հասանելի լինի լեզուներով ադրբեջաներեն եւ ադրբեջաներեն լեզվի իմացությունը պետք է լինի հասանելի իրենց համար ուսուցումնել։ Մի հատկանշական բան կա կոնցեպցիայի մեջ, եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ էլի նայեք, սա իրենց օֆիցիալ կայքերից, օֆիցիալ մի քանի տեղեկատվական պորտալներից ստացած տեղեկատվություն է, որը Միլի Մեջլիսում իրենց ազգային ժողովում քննարկված եւ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ Այսինքն երկու հոգի չեն հավաքվել սա իրար մեջ որոշվել, ներկայացրել են ՄԱԿ, ներկայացրել են Բրյուսելում, Միլի Մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում, համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։